Բարև, եթե դուք եք հաճախ մեզպես խճճվում նորությունների հոսքի մեջ, ապա այս ոդքասթի շարքը հենց ձեզ համար է։ Ես Միլենան եմ եւ իմ գործընկերներ Մարիամի ու Արփինեի հետ մենք ներկայացնում ենք Հայաստանում երիտասարդ եվրոպական դեսպաններ նախաձեռնությունը եւ ոդքասթի նպատակն է անդրադառնալ Եվրամիություն Հայաստան հարաբերություններին, դրանց շուրջ ծավալվող նորություններին եւ փորձել հասկանալ դրանք։ Ուրեմն եկեք սկսենք վերջին ժամանակների ամենասենսացիոն, ամենահետաքրքիր թեմայից եւ նորությունից եւ այն է վիզաների ազատականացումը։ Վերջերս ես իմ ընկերներից մեկից զանգ ստացա եւ ինքը շատ այսպես շտապ ասաց գիտես շատ կարեւոր, շատ հրատապ հարց ունեմ քեզ տալու, եթե ազատես։ Ճիշտ է, չէ՞ որ մի քանի ամսից մենք արդեն վիզաների ազատականացման ռեժիմ ենք Հայաստանում ունենալու։ Ես ճիշտն ասած շատ զարմացա, որովհետեւ նման նորություն նախ չի տեսել, հետո նաև process-ները պատկերացնելով հասկանում էի, որ դա մի օրվա բան չի կամ մի քանի ամսվա բան չի, փորձեցի ճշտել, թե ինքը որտեղից է վերցրել այդ նորությունը, որն է նրա աղբյուրը, եւ այդպես հասկացանք, որ երևի ինքը մի քիչ այդքան էլ լավ չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը, որովհետեւ եկեք ընդունենք, որ վիզաների ազատականացումը դա շատ երկար ու նաև մի քիչ բարդ գործընթաց է, չէ՞։ Միանշանակ ու հենց դրա մասին էլ պետքա խոսենք, չէ՞։ Երևի հասկանանք առհասարակ ինչ է նշանակում վիզաների ազատականացում եւ Հայաստանը առհասարակ ինչ ճանապարհ է անցել եւ այդ ճանապարհի որ հատվածում է։ Ինչ փուլում է, որտեղ շատ թյուրըմբռնումներ կան այս թեմայի շուրջ, ծավալվող ու մարդիկ սխալ պատկերացումներ ունեն, օրինակ որ Արփինեն նշեց, պատկերացնում են վաղը կամ միսօրը արագ կարող է շատ հեշտ առանց որևէ խնդրի ճամփորդել Եվրոպական միության երկրներ, Շենգենյան գոտում գտնվող երկրներ, հայացքից ասու շեշտենք, առանց ինչ-որ արգելքի կամ դժվարությունների, բայց եթե փորձենք փուլարփուլ, հա, բաժանել թե ինչ գործընթացներ են տեղի ունեցել եւ Հայաստանը որ փուլում է, ինձ կարող ենք սկսել հենց 2013 թվականից ուղղակի, որ դյուրացման գործընթացը սկսվեց, այսինքն ՀՀ քաղաքացիների համար վիզաներ ստացման գործընթացը ավելի հեշտ էր, հեշտացվեց եւ վիզաների վճարը նվազեցվել էր մի քանի հայ, այսպես փուլերով եթե գնանք, հետո արդեն 2024 թվականին պաշտոնապես սեպտեմբերից մեկնարկեց գործընթացը երկխոսությունների վիզայի ազատականացման շուրջ ու կարևոր կետ այս գործընթացում նշենք երևի այս գործընթացի կարևոր ձեռքբերումներից եղավ անցած տարի 2025 թվականի նոյեմբերին արդեն Եվրահանձնաժողովի կողմից Հայաստանին հանձնվեց գործողությունների պլանը, փաթեթը ու երևի կարևոր է սրա մասին խոսել մի քիչ, որովհետև շատ եմ նշում գործողությունների ծրագիրը, ինչ պետք է Հայաստանը անի, ինչ են այս ներկայացնում, որովհետև դա այդքան էլ պարզ չէ։ Ես իչքանով որ տեղեկացված եմ ու կարդացել եմ այս գործողությունների պլանը, հա, ծրագիրասվածը ներառում է 4 չափանիշների 4 բաժին, որոնց պետքա համապատասխանի երկիրը։ Երևի թվարկենք, որոնք են այս 4 ուրեմն չափանիշները, մենք փորձենք հասկանալ իչքանով է դա հնարավոր ու ինչ ժամկետներում դա իրականացնել։ Ուրեմն 4 բաժիններն են փաստաթղթերի անվտանգություն, ոչ կանոնավոր միգրացիա, արտաքին հարաբերություններ եւ հիմնարար իրավունքներ։ Մի քիչ բարդ է թվում իհարկե այս տերմինոլոգիան, հատկապես հայերենով ընդլայնված, այո, որը բնականաբար երկար ժամանակ է իրենից ենթադրելու, ռեֆորմներ իրականացնելու Հայաստանում, այլ տարբեր օրինակներ կան երկրների, օրինակ Վրաստանի օրինակով, եթե չեմ սխալվում, 5 տարի էր պահանջվել։ Հա, երկար ժամանակ, 5 տարին դա ստանդարտ ժամանակաշրջանն է, ժամանակահատվածն է, որը ենթադրում է այս process-ը։ Որովհետև այդ գործողությունների պլանացվածը, որ հանձնվել է Հայաստանի կառավարությանը, իրենց ենթադրում է Մարիամը նշեց, այդ ոլորտներում բարեփոխումներ անել, այսինքն Հայաստանի կառավարությունը պետք է շոր գործողություններ ձեռնարկի այդ ուղղությամբ, որպեսզի բարեփոխումներ լինեն, բայց շատ կարևոր պայման է այստեղ նաև հասկանալ, որ հանրություն, այսինքն մարդիկ պետք է նաև իրենց կողմից էլ քայլեր ձեռնարկեն, այսինքն փորձեն չխախտել օրենքները, համապատասխան ռեֆորմներ անելու ընթացքում իրենք էլ ընդառաջ գնան, որովհետև միակողմանի չի կարող, հա, լուծում ունենալ, այնտեղ շատ միգրացիայի հետ կապված հարցերում, շատ լուրջ խնդիրներ կան։ Իրավունքների հետ կապված հարցերում մենք շատ աշխատելու տեղ ունենք եւ հանրությունը դրա մի մասն է, որ պետք է պատասխանատու լինել։
Հետո կարծում եմ փաստաթղթերի ես ենթաբաժնում առաջին հերթին սա վերաբերում է քաղաքացիների անձնական տվյալներին, հա, այսինքն էլեկտրոնային անձնագրեր, դրանց կիրառման մեխանիզմներ, որը բնականաբար, ինչպես Միլենն արդեն նշեց, երկկողմանի աշխատանք է։ Եվ ոչ միայն ինքը նաև ժամանակատար process է լինելու, որովհետև այն անձնագրերը, որոնք մենք հիմա ենք օգտագործում, ամենայն հավանականությամբ չեն համապատասխանում ստանդարտների նմանատիպ ազատականացված ռեժիմ ունենալու համար, այսինքն պետք է նաև անհրաժեշտություն ստեղծվի, որպեսզի այդ նոր անձնագրերը ներդրվեն, իսկ բնականաբար ամբողջ հանրությունը միանգամից մեկ օրում չի կարող անցնել նման անձնագրային փոփոխությունների, դա եւս ժամանակատար է լինելու։ Մի խոսքով, այսինքն անգամ այն հեշտ թվացող ռեֆորմները, որոնք մենք լսեցինք, հա, այն 4 հիմնական փաթեթներից, անձնագրայինը թվում է թե ամենահեշտ լուծելին է, մարդու իրավունքների այդ փաթեթ չափորոշչի հետ համեմատած, բայց այստեղ էլ ինքը ժամանակատար process է լինելու եւ մի քանի օրում բնականաբար այս հարցը չի լուծվելու։ Բայց պետք է նաեւ հաշվի առնել, որ ինչպես Միլենը նշեց, հանրությունը նույնպես պետք է համբերատար լինի եւ նաեւ շարունակի լինել օրինապաշտ, որպեսզի այն վստահությունը, որ Եվրամիությունը ցուցաբերում է մեր հանդեպ սկսելով այս process-ը, պետք է նաև ինչ-որ պատասխան ստանա մեր կողմից։ Այսինքն նույնիսկ այս ժամանակահատվածում, երբ մենք չունենք այդ ռեժիմը, վիզաների ազատականացման ռեժիմը, մենք պետք է շարունակենք շատ ճիշտ օգտվել անգամ այն իրականությունից, հա, այն process-ներից, որոնք հիմա կան։ Դա վերաբերվում է մեր կարճաժամկետ վիզաները բարեխիղճ կերպով օգտագործելուն, օրինակ, ճիշտ օգտագործելուն, ժամկետները չխախտելուն եւ այլն եւ այլն։ Անձնագրերի մասով էլ այստեղ նշենք ուղղակի բիոմետրիկ հայ կենսաչափական անձնագրերի մասն է խոսքը, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունում չեն դրանք դեռևս չեն դրանք այս պահին։ Շատ կարևոր պայմաններից մեկն է։ Այսինքն ֆիքսենք, որ վիզաների ազատականացումը տարիների աշխատանք է պահանջում առաջին հերթին եւ այս ուրեմն տևողությունը տարբեր երկրների համար տարբեր է։ Թե ինչքան կտևի Հայաստանի դեպքում, կիմանանք, կարծում եմ շուտով ու նաեւ կախված կլինի նաեւ մեզանից, թե ինչքան արագ այդ ռեֆորմները կիրականացվեն, ինչքան բարեխիղճ կլինեն մեր քաղաքացիները, ու սա կարծում եմ շատ կարեւոր է, որ բոլորս հասկանանք, որովհետեւ այ մենք հաճախ մեր նախաձեռնության շրջանակով, որ տարբեր մարզեր ենք գնում, բոլորի մոտ կա այդ սխալ ակնկալիքները, այ որ հայտարարությունը տարածվեց, նշանակում է ոչ վաղը զարթնում ենք ու մեկնում ենք Եվրոպա առանց վիզայի։ Հա, այսինքն սա կարևոր է, որ ճիշտ հասկանանք, այն ինչը որ կարդում ենք ու ճիշտ ակնկալիքներ ունենանք, որպեսզի հետո հիասթափություն կամ նման առիթներ չլինեն քաղաքացիների շրջանում, հատկապես երիտասարդության շրջանում։ Լիովին համաձայն եմ այդ expectation-ների, հա, ակնկալիքների հետ կապված, որովհետև շատ հաճախ նաև չհասկանալով այս process-ները մարդիկ սկսում են սխալ մեկնաբանել ու հետո կարելի ասել նեղանալ, հա, Եվրամիությունից, որ այ մեզ էս խոստացան, բայց սա չարվեց։ Այստեղ նաև կարևոր է նշել այս կոնտեքստում, որ միայն Եվրամիության ցանկությունը որպես կառույց բավարար չէ վիզաների ազատականացում հաստատելու համար։ Սա շատ սերտորեն կապված է նաև առանձին երկրների համաձայնությունից, այսինքն Եվրամիության բոլոր երկրները հերթով պետք է 27 երկիր հերթով պետք է իրենց համաձայնությունը տան, որպեսզի վերջնականապես այս ռեժիմը հաստատվի Եվրամիության եւ Հայաստանի միջեւ։ Այդ իսկ պատճառով որպես այդպիսին, որպես կառույց Եվրամիությունից այն ինչ հասնելու է դա արվում է առանձին, բայց առանձին երկրների հետ նույնպես պետք է աշխատանք տարվի, հատկապես այնտեղ միգրացիոն հարցերի հետ կապված փաթեթի շրջանակներում։ Մի բան էլ երևի տենց կարևոր նշենք ու շրջել մի քիչ փորձենք խոսել, կարևոր է հասկանալ, որ դա վերաբերում է կարճաժամկետ վիզաներին ու դա դեռ չի նշանակում, որ վիզաների ազատականացումից հետո կարող ենք մեկնել եվրոպական երկրներ, Շենգենյան գոտում գտնվող երկրներ նորից նշենք, այնտեղ մնալ առանց ժամկետների սահմանափակման։ Դա նույն պայմաններ են գործելու դրա դեպքում, ինչ վիզաների արկայության դեպքում են, այսինքն 90 օր 6 ամսվա կտրվածքով, սա էլ է կարևոր, որովհետև շատ դեպքում տեղեկատվությունը
Սխալ է էլի մեկնաբանվում։ 90 օրը չի վերաբերում մի տարվա կտրվածքով, այսինքն ամեն 6 ամիսը 1 թարմացվում է օրերի քանակը, տարվա կտրվածքով 180 օր, ամեն դեպքում պետք է պահել ու պետք է նկատի ունենալ, որ երբ որ Հայաստանը հասնի այն փուլին, որ մենք ունենանք արդեն վիզաների ազատականացված ռեժիմ Հայաստանի համար, պետք է պահել այդ բոլոր կանոնները, որովհետև կա փորձաշրջանային, հա, այդպես փուլեր, որ պետք է ամեն ճանել քաղաքացիների կողմից շատ չլինեն խախտումները, հետագայում կարող է դա ազդել ընթացիկ զարգացումների վրա։ Հա, իմիջիայլոց դա էլ նշենք, որ վիզաների ազատականացումը դեռ չի նշանակում, որ այդ ռեժիմը ընդմիշտ պետք է հենց այդպես էլ մնա, որովհետև կախված երկրում տիրող իրավիճակից, կախված քաղաքական զարգացումներից, կախված շատ ու շատ բաներից, շատ հնարավոր է, որ ինչ որ բայի Եվրամիությունը որոշի դադարեցնել այն։ Դա վերաբերվում է օրինակ մեկը նաև ոչ լեգալ միգրացիայի պարագայում, այսինքն եթե Եվրամիությունը տեսնի, որ այս ռեժիմը բերում է անկանոն եւ անօրինական միգրացիայի, ապա սա շատ լուրջ հիմք է, որպեսզի Եվրամիությունը այս ռեժիմը ուղղակի դադարեցնի։ Եվրոպական երկրներ մուտք գործելիս սահմանային անցակետերում դեռ կարող են հարցեր տալ, ստուգել փաստաթղթեր, այսինքն այն բոլոր գործընթացները, որը միշտ արվել է վիզաների պարագայում, դա դեռ կարող է գործել։ Ես օրինակ հիշեցի 2024 թվականին էր կարծեմ, երբ որ նոր կային խոսակցությունները, որ հնարավոր է Հայաստանի հետ Եվրամիությունը սկսի վիզաների ազատականացման այս երկխոսությունը, ու հիշում եմ, որ ուրեմն Մարգարիտիս Սխինասի այցը Հայաստան, մենք որպես երիտասարդ եվրոպական դեսպանների նախաձեռնության ներկայացուցիչներ հնարավորություն ունեցանք նաև հանդիպելու, երկխոսություն ունենալու։ Ես կարծում եմ այդ ժամանակ դեռ ռեալ չէր թվում այս ամեն ինչը, բայց իր այցից տեսանք, որ անմիջապես արդեն հաջորդ տարի ինչքան արագ կերպով զարգացումներ տեղի ունեցան ու չնայած բարդություններին, չնայած պահանջվող ռեֆորմներին, կարծում եմ արդեն ունենալ այս երկխոսությունը ու գործողությունների պլանը, բնականաբար սա մեծ քայլ է Հայաստանի Եվրամիություն գործընկերության համար ու կարծում եմ, որ շատ շուտով, եթե բարեխղճորեն կատարենք բոլոր ռեֆորմները, հնարավորություն արդեն կստեղծվի իհարկե ճամփորդել նշված բոլոր կետերը հաշվի առնելով։ Իսկ երիտասարդների հետ կապված դե մենք երիտասարդական նախաձեռնություն ենք, հատուկ երիտասարդների համար երևի թե նշենք, որ ամեն դեպքում երկարաժամկետ ծրագրերով մեկնելու դեպքում process-ը ուսանողական, հա, այդ դեկոչվող վիզան բնականաբար նույն process-ն է իրենից ենթադրելու, որովհետև ինչպես նշեցինք, 180 օրվա ընթացքում 90 օր ուրեմն տևողությամբ կկարողանաք մնալ Շենգեն տարածքում, եթե իհարկե ազատականացումը այս գործողությունների պլանը ամբողջությամբ կատարվի։ Երկարաժամկետի դեպքում հետևելու եք բոլոր դեր ներկայիս գործընթացներին, հա, այսինքն գնալու եք, դիմելու եք դեսպանատուն, ձեր փաթեթները թղթերի դասավորելու եք, տանելու եք, մի խոսքով գործընթացը երկարաժամկետի համար ամեն դեպքում մնալու է նույնը։ Այ դուք ձեր կարծիքով որ հենց լինի, հա, ազատականացում արդեն ունենանք, որ երկիրն եք գնալու առաջինը։ Մեր դեպքում մի քիչ բարդ է ասել, որտեղ երկուսս էլ երկարաժամկետ վիզա ունենք այս պահին։ Իմը լրանում է 2029-ի, ես անկեղծ հույս ունեմ, որ մինչև 2029 թվականը այդ ռեժիմը կգործի, ու ես ստիպված չեմ լինի վերականգնել իմ վիզան։ Ճիշտ ասած, մեզ համար ընդհանրապես կարևոր չի, ու մենք նաև պետք է նշենք մի շատ կարևոր հանգամանք, որ մի քանի տարի առաջվա հետ եթե համեմատենք, եվրոպական երկրների ուղղությունները Հայաստանից շատ քիչ էին եւ շատ սահմանափակ եւ նաև շատ թանկ։ Հիմա Փառք Աստծո այդ ամենը նաև հասանելի է դարձել երիտասարդների համար եւս, այսինքն դու մի քանի չգամ 20 եվրոյով կարող ես ուղղակի թռնել Իտալիա, շաբաթ-կիրակի, սուրճ խմել, ու հետ վերադառնաս, կարծում եմ, որ այդ պահին մենք կստուգենք, որ ուղղությունը էժան կլինի, այդ պահին արագ այդպես են առաջանում ճամփորդելու մտքերը, Արագ ստուգում ենք, եթե ինչ-որ մի բան թրիչքը էժան է, հենց այդ բանին որոշում ենք։ Դու ունես արդեն որոշած ուղղություն։ Ես ճիշտ ասած մի անգամ եղել եմ Շվեյցարիայում ու շատ սիրել եմ լեռները, շատ Հայաստանի նման էր ու կարծում եմ, եթե լինի ազատականություն, նաև այդ կօգտագործեմ այդ առիթը եւս մեկ անգամ այցելելու։ Չնայած որ կան էլի երկրներ, որ չեմ եղել, չնայած որ վիզա ունեմ գործող այս պահին, շատ դժվար է բոլորս գիտենք հիմա վիզա ստանալը,
այո, բայց Շվեյցարիան կարծում եմ Հիմա բոլորդ կասեք Շվեյցարիան Եվրամիության անդամ չի, բայց հենց այստեղ է Շենգենյան գոտու առեղծվածը, հա, եթե դու Եվրամիության անդամ երկիր ես, դա դեռ չի նշանակում, որ դու Շենգենյան գոտու անդամ ես, եթե դու Շենգենյան գոտու անդամ ես, դա դեռ չի նշանակում, որ դու Եվրամիության անդամ ես, ու այս դեպքը հենց Շվեյցարիայի դեպքը հենց դրա մասին է, երևի շատերդ եք լսել շատ ուղղությունների մասին, որ ձեր Շենգենյան վիզան ձեզ թույլ է տալիս այնտեղ նաև ճամփորդել Շվեյցարիան այդ դեպքերից է։ Առանձին ազգային վիզաներ կան, բացառությունները շատ են ու տարբեր, եթե դուք ունեք Շենգեն գոտի կարող եք ճամփորդել այդ երկիր, բայց եթե ունեք այդ երկրի ազգային վիզա չեք կարող ճամփորդել Շենգենյան երկրը, Կիպրոսի օրինակը ամենատարածված օրինակներից է, առանձին ազգային վիզա ԵՄ անդամ երկիր է, բայց դուք չեք կարող, եթե ունեք Կիպրոսի վիզա ճամփորդել այլ Շենգենյան երկրներ, հակառակ դրան, եթե ունեք Շենգենյան վիզա կարող եք ճամփորդել Կիպրոս։ Բայց սա էլ նույնպես կարող է փոխվել շատ մոտ ապագայում, որովհետև Կիպրոսը նույնպես սկսել է գործընթացը միանալու Շենգենյան գոտուն։ Սա նույնպես շատ երկարատև պրոցես է իրենից ներկայացնում, նույն սահմանների անվտանգության խնդիրները եւ այլն, այս ամենը այնտեղ նույնպես ակտուալ է։ Միգուցե մինչև մեր մոտ այդ ռեժիմը հաստատվի, այնտեղ էլ Կիպրոսն էլ կհասցնի միանալ Շենգենյան գոտուն։ Այո, մեր գործը էլ կհեշտանա, ինչու ոչ։ Իհարկե, շատ կարևոր է նշել, ինչի է անընդհատ շահարկվում, հա, վիզաների թեման, հատկապես երիտասարդների շրջանակում։ Ինչի մենք գրեթե մեր բոլոր հանդիպումներին, մեր գրեթե բոլոր միջոցառումներին երիտասարդների հետ այս հարցը անընդհատ լսում ենք։ Այն ինչի է կարևոր, ինչի ենք մենք այսքան շատ խոսում սրա մասին, ինչ որ մի պահից սկսած արդեն մենք ամաչում ենք սրա մասին խոսել, որտեղ աս բոլորն ասում են խի ուրիշ երկ չգիտեք, անընդհատ վիզայի մասին եք խոսում, բայց կարծում եմ նաև կարևոր է հասկանալ, որ վիզան շատ կարևոր նշանակություն ունի հենց երիտասարդների համար, որովհետև այն բոլոր ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են Եվրամիության կողմից երիտասարդների համար եւ ենթադրում են փոխանակման ծրագրեր կամ արտասահմանում սովորելու հնարավորություններ, այդ ամեն ինչը շատ սերտորեն կապված է հենց վիզաների հետ։ Խնդիրը կա ինչի հիման վրա շատ են սկսվել խոսել, հա, ու շատ են ցանկանում բոլորը, որ լինի ազատականացում վիզաների, դրանք երևի տարեստարի աճող, ինչքան է դյուրացված է գործընթացը քաղաքացիների համար, տարեստարի աճող խնդիրն է, որ բախվում ենք բոլորս, երբ որ անհրաժեշտ է վիզա։ Այն էլ շտապ։ Դիմելու ցուցակարգը, օրերի ամրագրումը, կամ մարդկանց քանակն է գնալով շատացել, ովքեր ցանկանում են մեկնել եվրոպական երկրներ, ինչը շատ լավ է, հետաքրքրությունը բացահայտելու նոր երկրներ, բայց դրա հետ մեկտեղ ավելի բարձրացել է գործընթացը ու հերթերի քանակն է շատ, այսինքն ամեն դեպքում առկա են խնդիրներ այդ ոլորտում եւ հեշտ լուծում է սպահին, հեշտ լուծումը, որովհետեւ դրան հասնելու համար այնքան էլ ոչ հեշտ գործընթացներ են պահանջում, դա վիզաների ազատականացումն է։ Մի հատ փորձենք լավ, որպեսզի նորից չխճճվենք մեր ամբողջ քննարկած ուրեմն կետերի մեջ, փորձենք երևի ամփոփենք։ Առաջինը հասկացանք, որ այս process-ը շատ երկարատև process է։ Պետք է զինվել համբերությամբ։ Ու դա դեռ չի նշանակում, եթե process-ը երկար է, դա դեռ չի նշանակում, որ Եվրամիությունը չի ցանկանում մեզ հետ հաստատել վիզաների ազատականացման ռեժիմ։ Փաստենք նաև, որ խոսքը վերաբերում է միայն կարճաժամկետ վիզաներին։ Այո, եւ որ սա պահանջելու է ռեֆորմներ բնականաբար, սրա հետ է նաև կապված երկարաժամկետ process-ը, բայց ինչքան մենք ավելի բարեխղճորեն սա կատարենք, բնականաբար միգուցե ով գիտի 2 տարում, 3 տարում հնարավոր լինի արդեն անցնել վիզաների ազատականացման process-ին։ Հուսով ենք, որ այսօր այս ինֆորմացիայից հետո դուք մի քիչ ավելի լավ եք պատկերացնում այս ամբողջ գործընթացը եւ ավելի լավ կարող եք հասկանալ, թե ինչ սպասել այս գործընթացից ու իրոք հուսով ենք, որ այս ամենը շատ օգտակար ինֆորմացիա է ձեզ համար։ Այո։ Իմիջիալոց, եթե ինքներդ ունեք ինչ-որ հարցեր կամ նման թեմաներ են, որոնց շուրջ էլի խճճված եք ու շատ ինֆորմացիան հոսքու չեք կարողանում կողմնորոշել, որն է ճիշտ ինֆորմացիան, կարող եք մեկնաբանությունների դաշտում թողնել ձեզ հետաքրքրող հարցերը եւ մենք կփորձենք մյուս էպիզոդների ընթացքում անդրադառնալ այդ հարցերին եւ քննարկումների արդյունքում բարձրաբանել դրանք։ Իսկ մինչև դուք կթողնեք ձեր մեկնաբանությունները, մենք հուսով ենք հաջորդիվ կխոսենք մուտքի ելքի նոր համակարգի մասին, որ Եվրոպական միությունը սկսում է, որը դարձյալ օգտակար է հատկապես այն մարդկանց համար, ովքեր այս ընթացքում ճամփորդում են, եւ հուսով ենք, որ մյուս էպիզոդն էլ կլինի օգտակար ձեր ճամփորդությունների համար։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, կհանդիպենք շուտով։ Bye.